աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ապրիլի 24-ին Ցեղասպանության 111-րդ տարելիցն էր, հաջորդ օրը քաղաքացիորն էր կամ լափափարթի, այսպիսի բառ է, որովհետև ոմանք շատ դժգոհ էին, փաստորեն իրենք գիտեին, որ այդ ամենը պիտի անվճար լինի, եկան եւ կանգնեցին փաստի առաջ, այդ մի կտոր միսը անգամ ափսոսած են ժողովրդին, որ վարչապետ եղածալով եկել էին բոլորը այդտեղ, վարչապետ էին, չէ՞ մեծ ասում, վարչապետներ էին, այդ մենք չենք հրճակել, Նիկոլն էր հրճակել, բայց այդպես գնացին, ես հույս ունեմ նաև դուք սրա մասին կխոսեք եւ նաև մի ուշագրավ բան, վստահ եմ, որ ձեր աչքից էլ չի վրիպել, հանրային հեռուստաընկերության Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի փոխտնօրեն, հա, Ռոբերտ Թաթոյան, խոսում էր Ցեղասպանության մասին եւ ասում է, մենք ինչու ենք այդպես ասում, չի բացառում, որ համաճարակ է եղել, չգիտեմ ինչ, մասը սովից եւ համաճարակներից են 1.5 միլիոն։ Ով կպատկերացներ, որ ինչ որ հայազգի ինչ որ խմբակ, չգիտեմ հիմա արդեն ոնց ասեմ, որ կգա մի օր եւ հանրային հեռուստաընկերությամբ կժխտեն հայոց ցեղասպանությունը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հիմա ընթերցել Նյու Յորքի քաղաքապետ Զահրան Մամդանիի իր X բլոգում գրված հայոց ցեղասպանության տարելիցի օրը գրառումը եւ այսպես Զոհրան Մամդանին Նյու Յորքի քաղաքապետը գրում է Հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից այսօրվա Թուրքիայի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին Այնուհետև Նյու Յորքի քաղաքապետը ավելացնում է 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի շարունակելով ցեղասպան այն արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ եւ այսպես Նյու Յորքի քաղաքապետը խոսում է հայոց ցեղասպանության մասին եւ ասում է, որ 100 տարի անց Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակելով ցեղասպան քաղաքականությունը, ցեղասպանություն իրականացրեցին Արցախում նաեւ էթնիկ զտումներ, վտարելով 100,000-ից ավել հայերի եւ այդ նույն օրը հանրային հեռուստաընկերությամբ Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Woman 1-ը, հա, շարունակելով Նիկոլի, հələ մի հատ այդ 1.5 միլիոնի ծննդականները բերեք տենանք, իսկապես այդքան մարդ ցեղասպանվել է, թե չէ, ասում է, իսկ մենք պետք է նկատի ունենանք նաև, որ այդ 1.5 միլիոնի մեջ մի մասը մահացել է սովից, մի մասը մահացել է համաճարակից, հա, այդպես մի հատ հանձնաժողով հրավիրեք, հա, ազգային ժողովում, վերջում եզրակացրեք, որ 1.5 միլիոնը զոհվել են գրիպից օրինակ։ Նույնիսկ Թալիաթը, եթե գնար հմեկի եթեր, նույնիսկ Թալիաթը նման բան չէր ասի, որովհետև Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանությունից այն կողմ ինչ վերսիա ասես քննարկվել են, բայց նույնիսկ թուրքերը իրենց թույլ չեն տվել իջնել այնքան, որ ասեն, որ զոհվել են սովից եւ զոհվել են համաճարակներից եւ անգամ Թուրքիայում ցեղասպանությունից հետո եղած դատավարությունների ժամանակ երիտ թուրքերի հանդեպ նման ցինիկ, նման ամբարո տեսակետ, որ 1.5 միլիոնին հոչել, մորթել բոլորին, նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթի ճանապարհին սովից են մահացել եւ համաճարակներից, բա հարց, ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, այդ ինչի՞ն գաղթում, այդ դեր զորի գաղթը, այդ ճանապարհը, այդ մահվան ճանապարհը, այդ իրանց արաքսը նետելը հենց նենց էին անում, գրիպ էին ընկել, որոշել էին ուրեմն գաղթի ճանապարհ բռնել եւ որոշել էին ցեղասպանվել, չի կարելի, հասկանում եք, դուք փորձում եք Նիկոլից ավելի Նիկոլ լինել, Նիկոլից ավելի Նիկոլ հնարավոր չի լինել,
որովհետև Նիկոլ պարզապես այս աշխարհի այս երկրագնդի արգանդը մի քանի նմուշ կարար լինել ամբողջ բան, չէ, ինքը Զելենսկուն անցնում է հավատա, 100% կտեսնեք Սահակաշվիլի Զելենսկի ինքը այդեղ իրանց ուրեմն Չէ, Սահակաշվիլին անցել է, բայց Զելենսկուն հավատացեք Զելենսկուն էլ անցնելուն։ Այս մասով, քանի որ Տիկին Թոմասյանը խոսեց նաև քաղաքացի Փաշինյանի օրվա մասին։ Մինչև դրան գնալը ցեղասպանության թեմայի հետ կապված, դուք տեսաք թե ինչ մի հատ աղմուկ բարձրացավ դրոշի այրման հետ կապված, չենք մոռանում, որ ոնց էին Արցախում իրենց ոտքերը մաքրում Ալիևից բռնած հայկական դրոշի վրա, ոնց էին, ես չգիտեի, պարոն Նահապետյանը ասեց, որ դրոշով, հայկական դրոշով մեր զինվորներին այսպես փաթաթել են, որ գնդակահարել են, եւ ինչ է տեղացել, եւ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չկա։ Ինքը միանգամից ներողություն է խնդրում, դատապարտում է, հաջորդ օրը ցեղասպանության օրը հրապարակումներ են լինում տարբեր տեղերում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ գորշ գայլերի նշաններ են ցույց տալիս, զվարճանում են, բան ծպտում, ոչ մի բան սրանց կողմից չկա։ Խնդրեմ։ Այո, համաձայն եմ, ուրեմն մենք տեսանք, որ ջահերով երթը դեռ չավարտված, Նիկոլ Փաշինյանի խոսնակ անմիջապես Նիկոլի անունից դատապարտում է դրոշի այրելը, այնտեղ ինչ որ տարբեր ԿՊԱ-ականներ ասում են, սա ինչ վանդալիզմ է, չի կարելի, բայց նույն Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան ինչ է կանելու, միջազգային հարթակներում արդյոք բարձրացնելու ենք Ստեփանակերտի մայր տաճարի Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարի հիմնահատակ ոչնչացումը, դրանից մի քանի օր առաջ էլ Ստեփանակերտում ոչնչացվել էր Սուրբ Հակոբ տաճարը, Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, մենք դա չենք դարձնելու միջազգային հարթակներում քննարկման առարկա, որովհետև պիտի տեսնանք, ինչը պիտի տեսնաս Սուրբ Աստվածածին Հովանու տաճարը հիմնահատակ ոչնչացվել է, ինչը պիտի տեսնես, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Թուրքիայի դրոշի այրելը, Գյումրիում էլ Ադրբեջանի դրոշի այրելը դառնում է այս իշխանության դատապարտման առարկան եւ Ալիևը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանության օրը Գյումրիում եւ Երևանում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը այրողներին ես չեմ բացառում եւ չեմ զարմանա, որ առաջիկայում մենք տեսնենք, որ այն երիտասարդները, ովքեր իդեպ դա գիտեք, երբ որ այրվում է Թուրքիայի դրոշը դաշնակցության երիտթևի ակցիայի ժամանակ, դա մեկ կուսակցության երիտասարդական թեվա, դա պետությունը չի այրում, բայց որ Ադրբեջան պետությունը քանդում է կազմակերպված որպես պետական քաղաքականություն, ավիրում է հայկական եկեղեցիները, երբ որ Ադրբեջան պետությունը մորթում է մեր զինվորներին, գնդակահարում է մեր զինվորներին եւ մեր զինվորներին փաթաթելով Արցախի եւ Հայաստանի դրոշների մեջ մի հատ էլ սպանված մարմինը խոշտանգում է, դա անում է Ադրբեջանի պետությունը, դա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է եւ մենք տեսնում ենք, որ ձայն չկա։ Այս գանձերն են ավիրել, այս գանձերը։ Ահա, այս մշակութային կոթողները ավիրել են եւ մենք հասկանում ենք, թե ինչի է Նիկոլը ասում, որ չէ, մենք սա միջազգային ատյաններում քննարկման առարկա չենք դարձնելու, բայց ես գրավոր արդեն հենց առաջի օրը դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, դիմել եմ Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին, տեսնենք, հիմա գալիս են խաղաղության դրոշով, գալիս են մոլորության դրոշով, գալիս են հայ ժողովրդի հերթական անգամ խաբելու դրոշով։ Համաձայն եմ ձեզ հետ Տիկին Թոմասյան, առաջիկայում մայիսի 3-ից 4-ը 2-3 օր Երևանում է լինելու, այո, Եվրոպական միության բոլոր լիդերները Մակրոնով, այդ թվում Եվրոպական միության քաղաքական ղեկավարները Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Կայա Կալաս եւ բոլոր մյուսները։ Հիմա տեսնանք նրանք իրենց հետ ռազմագերիներ, բոլորին առանց որևէ բացառության, որովհետև նույն Բրյուսելի խորհրդարանը ընդունեց բանաձև, որ պարտավոր է Ադրբեջանը հարգել մշակութային ինքնությունը հայերի եւ նույն Բրյուսելի Բելգիայի խորհրդարանը եւ նույն Եվրոպական միության խորհրդարանը մի 10 անգամ 20 թվականից այս կողմ ընդունել է բանաձև եւ կոչ,
որ անհապաղ պիտի ազատ արձակվեն Բաքվում պահող բոլոր ռազմագերիները։ Հիմա տեսնենք Տիկին Ուրսուլան իր հետ իդեպ ֆանտաստիկ լավ հարաբերություններ ունի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ալիևի հետ եւ այո մենք տեսել ենք նրանց գրկախառնված նկարները, տեսել ենք Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հուզիչ գրառումը, երբ որ իր ինքնաթիռը պիտի իջներ Բաքվի օդանավակայան, օդում արդեն ինքը գրառում էր արում, որ ես վայելելու եմ Բաքուն եւ Ալիևի հետ հանդիպումը։ Հիմա տեսնենք մի քանի օր մնաց, որովհետև մենք առ այս պահը չենք ստացել օմբուդսմենի պատասխանը Ռուբեն Վարդանյանի կոչին, բացի նրանից, որ Հայաստանի օմբուդսմենն ասել է, որ չկա տենց բան, Ադրբեջանի օմբուդսմենը ինձ հետ որևէ ժամկետ եւ որևէ խնդիր չի քննարկել Բաքու գնալու, ինքը չի քննարկել, ինքը ստում է։ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Տիկին Մանասյան թե Մանասերյան, ես ձեր ազգանունը չեմ հիշում, Մանասյան, հուշում են իմ գործընկերները, դուք դիմեք Ադրբեջանի օմբուդսմենին, ասեք ուրեմն Սաբինա Ալիևա դուք ստում եք կամ մի ասեք ստում եք, դուք երբ եք ինձ հետ քննարկել Բաքու այց եւ մեր ռազմագերիներին այցելելու հարց, չեք քննարկել, բայց ես հիմա պատրաստակամություն եմ հայտնում գալ, ես ասել եմ Տիկին Մանասյան, ես էլ ձեզ հետ կգամ, եթե մենակ վախենում եք գնալ Բաքու։ Հիմա վերադառնանք ամսի 25-ի ամենազվարճալի շոուին, հիշում եք Նիկոլ Փաշինյանը տոների եւ տոնացույցի մասին օրենքում փոփոխություն կատարեց եւ ուրեմն ապրիլի 25-ը նշվեց որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի օր։ Սա իրականում քաղաքացի, այո, հա, քաղաքացի Նիկոլ Փաշինյանի օրն է, խորովածապարտիա, հիշում եք, չէ՞, 18 թվականին այդ բառը ինքն է բերել, այդ լավ բառը ով է բերել։ Ինքը, հա, չգիտեմ, այդ ինքն է բերել, հա։ Հիշում եք, չէ՞, 18 թվականին ինչ էր կատարվում Երևանի եւ Հանրապետության բոլոր փողոցներում, խորովածները, Նիկոլը անձամբ սենց մաղալի կողքը կանգնած խորոված էր անում եւ անվճար բաժանում էին ժողովրդին եւ ինչ եղավ ամսի 25-ին։ Ես չեմ մեղադրելու ժողովրդին եւ որևէ մեկը ինձնից չսպասի այն ժողովրդին, որի մի մասը այո սոված է։ Վարչապետ է, բայց սոված է։ 3 միլիոն վարչապետերից մեկն է։ Չգիտես, մենակ մեկն է կուշտ։ Հա, բայց սոված է։ Մեկներ կուշտ չի, ուտում չի գծվում։ Հա, բայց սոված է։ Մարդիկ այո, Նիկոլ, եկել էին նաեւ մտածելով, որ քո պանցալի օրը, որը Նիկոլ Փաշինյանի անվան օրն է, դու մարդկանց հյուրասիրություն ես կազմակերպելու։ Լավ, ես իդեպ այդպիսի բաներին կողմ չեմ եւ այո, ցանկացած ծառայություն պիտի վճարվի, բայց գները, ժողովուրդ։ Նիկոլ, այն որ ասում էր $2.5 լառնակա կար, 4000 դրամ պիտի 3 միլիոն հպարտ քաղաքացիներից մեկը լառնակայի տոմսի վրա ավելացներ, որ մի հաց թեյք ուտեր։ 4000 դրամ մի հատ ստեյքը այսպես կոչված քաղաքացի Նիկոլ Փաշինյանի փարթի օրը վաճառվել է 200 գրամանոց ստեյքը 6000 դրամով, մեկ հատիկ կարտոֆիլը, մեկ հատիկ խորոված կարտոֆիլը վաճառվել է 1000 դրամով։ Լավ, գոնե այդ օրը, որ այդքան, այո, իսկապես ես տեսա այդ կադրերը, զարհուրեցի, սիրտս իսկապես ցավեց, տարեց պապիկներ, տատիկներ եկել էին մտածելով, հետները բերել էին ինչ որ այսպես պլաստմասե տարաներ, մտածելով, որ մի հատ իրանք կուտեն, մի հատ էլ իրանց թորնիկին կամ իրանց ընտանիքի որևէ անդամին կտանեն։ Կարիքի մեջ չեն ու այդպես գան, պարզ չի, որ ոնց է պարզ չէ, որ կարիքավոր են, տեսնեիք այդ կադրերը, մարդիկ եկել են, այդ խորովածները անում են, այդ խորովածի հոտը տարածված է, տատիկ պապիկները մոտենում են, ասում են ինչ արժի մեկ այսպես շամփուր փոքր խորովածը, ասում են 6000 դրամ, ստեյքը 6000 դրամ, ես ասում եմ այն ինչ որ նայել եմ կադրերով, փոքր նրբերշիկը 1500 դրամ, այդ քո լառնակայի տոմսը որ պիտի առնեին, մի 5000 էլ պիտի ավելացնեին, որ մի այսպես լավաշով փաթաթած խորոված ուտեին։ Ոնց կարելի է այսքան հեգնել։ Նիկոլ, այդ քո փարթին շուռ եկավ քո դեմ։ Ես կրկնում եմ, ես դեմ չեմ, որ
ի ծառայության դիմաց պիտի վճարել, բայց գոնե այդ օրը քո գրպանում սատկած օլիգարխներին ասեիր, որ գոնե իրանք մասնակի ֆինանսավորեին, նորընծա միլիարդերներ կան, այդ օրը մի $5,000, ասենք միս գնեք, բերեք, ինչ-որ մի բան արեք, այո, որ քաղաքացին այդ մարդիկ իրանց դարձրել են միլիարդերներ, իրանց պահում են գալով, Տիկին Թովմասյան, իրանք են դարձրել եւ ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ նրանց մի մասը նորից գնալու եւ քվեարկելու է, այո, կներեք, ձեր երեսին եմ ասում, ձեր երեսին եմ, որ եկել էիք խորոված փարթի, իդեպ ալեն ինչ ես վրթովում, սենց հեգնանքով ասում ես, այս ինչ պլեպս բան եք ասում խորոված փարթի, մենք ասում ենք Նիկոլի բառը, Նիկոլի ինքը ասեց եկեք վաղը խորոված փարթի, հիմա Նիկոլի ասածը տենց դնոյա, այո դնոյա, որտեվ չի լինում խորոված փարթի, որտեվ մարդկանց չի կարելի այդպիսի բաներով փորձել հաց եւ տեսարաններով կերակրել։ Հին Հռոմում, որ ասում էին հաց ու տեսարան, գոնե հացը տալիս էին տեսարանի հետ միասին, ստեղ հացը չկա, ստեղ մարդը եկել էր, հա, գոնե տրամաբանական գներով քո օլիգարխները թող ֆինանսավորեին, քո բազմաթիվ օլիգարխներ ունես, չէ, որ տենց խոզի ֆերմաներ ունեն, ամբողջ Հայաստանը ֆինանսավորում են, որ գոնե կամ $1,000 կամ $2,000, $5,000 ամբողջ ազգի նարկոտիկի վրա ու խաղատների բանի վրա դնեք, թմրադեղերի վրա դնեք, տային, որ գոնե այդ մարդիկ գոնե նվազագույն, հա, ինչ որ Իմիջիայլոց քիչ առաջ ինֆորմացիա եկավ, հաստատվում է, հա, ոնց որ թե Արթուր Ավանեսյանի ձերբակալեն, այո, քիչ առաջ այդ ինֆորմացիան, խնդրեմ, տիկին Զորաբանի չէ նշանակում։ Բա ասում եմ չեմ վախենում, բա ասում եմ ես պրոբլեմ չունեմ, բա ասում եմ ես ամբողջ աշխարհի Եվրոպայի առաջնորդների հետ են, բա ասում եք մենք բայ որ չես վախենում, ես ինչ ես անում։ Ուրեմն քիչ առաջ, այո, տեղեկատվություն ստացանք, որ ձերբակալվել մեր ձևով շարժման ներկայացուցիչ, ուրեմն շատ էսպես իսկապես զինվորական, հա, իսկապես սպա Արթուր Ավանեսյանը, ով հայտնի է Կանդազ, այսպես մականունով։ Պատկերացնում եք, ես չգիտեմ հիմա նույնիսկ մոտավոր անգամ չեմ կարող պատկերացնել, թե Կանդազը զինվորական Այսպես միջև ուղնուցուցը զինվորական, ես հայլի ակումբ եմ այսօր եկել տաքսիով, որի վարորդը արցախցի էր, ասեց ես Արցախի հերոս եմ, կարկամել եմ, երևի այդ երիտասարդը լսում է, կարկամել եմ, ամաչել եմ, ասել եմ ոնց, Արցախի հերոս եք, ասել է հա եւ տաքսի եք քշում, ասել է հա, հարց եմ տվել, որպես Արցախի հերոս, ինչ որ լրավճար ստանում եք, ասել է ոչ մի լումա, ոչ մի կոպեկ, որպես լրավճար, որպես Արցախի հերոս ես չեմ ստանում, հիմա Կանդազին, ինչի եք տարել, մի հատ նայեք այդ մարդու դեմքին, նայեք այդ մարդու դեմքի և ձեռքերի սպիներին, այդ մարդուն ես նույնիսկ իմ ամենաֆանտաստիկ երևակայությունը, որը Նիկոլ դու լավ գիտես իմ երևակայությունը, քո երևակայությունից պակաս չի, ես չեմ կարող պատկերացնել, որ հիմա տարել եք, ինչ մեղադրանք եք առաջադրելու մի մարդու, ով ընդամենը եղել է զինվոր իր հայրենիքը, Արցախը և Հայաստանը պաշտպանելու ուրեմն զինվոր, ուրեմն հիմա վերադառնանք մի վիճակագրություն է, մի թվեր եմ ուզում ներկայացնեմ, նախորդին էլ Նիկոլ Փաշինյանը, կարծեմ 3 էր, չէ, ինչի նախորդին, սենց լայն ժպիտով իր այդ հերթական լայվերը, որ անում է այնտեղ ուժեղ տղա, եռագլուխ պատերազմի բան, տենց քարագլուխ պատերազմ բերողն է, չէ, ասում։ Պատերազմ բերող, հա, պրիկոլներ է անում, մեկ էլ տեսա, որ այդ մտածում էի, որ էլի պիտի ասի ուժեղ տղա, բա մի հատ արի ձեր բան կպնենք, մի հատ գրի արևաճաճանչափայլ բառը, կամ մի հատ բան, չէ, ինչ ասեց որևէ մեկը հիմա թող ասի, որ Հայաստանը ժողովրդավար չի եւ Հայաստանը բարեկից չի։ Հիմա ուր են այդ Սրբազանը, Բագրատ Սրբազանը որտեղ է։ Այդ 18 աները որտեղ են հիմա։ Վարդան Ղուկասյանը որտեղ է, նառա, Մասիսի քաղաքապետը որտեղ է։ Այն 3 Սրբազանները որտեղ են։ Եվ երկու եղբայրների։ Ինչի մասին է խոսում։ Այս ինչի մասին ես դու խոսում։ Բայց հիմա գալիս ենք, Նիկոլ, որ ասում ես, դե որևէ մեկը տեն ժպտալով, սենց հանգիստ Նիրվանայի հայացքով ասում էր, դե որևէ մեկը թող հիմա ասի, որ Հայաստանը ժողովրդավար չի եւ բարեկեցիկ չի, ես չեմ ասում Նիկոլ, ասում է համաշխարհային բանկը եւ այսպես
օրերս հրապարակված համաշխարհային բանկի կողմից մշակված համաշխարհային կառավարման ցուցանիշներով Հայաստանի վիճակը կատաստրոֆիկ է եւ այսպես 6 ցուցիչ է վերցրել համաշխարհային բանկի այս դիտարկման ծրագիրը հետընթաց քաղաքական կայունության, կառավարման արդյունավետության եւ այս ցուցիչով Հայաստանի վիճակը քաղաքական կայունության ցուցիչով այնքան վատ է եղել, որ մեկ էլ սենց ցուցիչ եղել է 2020 թվականին, այսինքն 26 տարվա մեջ այսքան վատ ցուցիչ, ուրեմն քաղաքական կայունության առումով չի եղել եւ երկրորդ զարհուրելի թիվը, որը հրապարակել է համաշխարհային բանկի կողմից մշակված դիտարկման այս ծրագիրը կառավարության արդյունավետության ցուցիչով այնքան ցածր է, որ Հայաստանի անկախության պատմությունից ի վեր որևէ իշխանության ժամանակ կառավարության ՕԳԳ-ի արդյունավետության ցուցիչը այսքան ցածր չի եղել, բա ու մնաց ժողովրդավարությունը, բարեկեցությունը, կրկնում եմ, համաշխարհային բանկի կողմից մշակված համաշխարհային կառավարման ցուցիչների համակարգով կառավարության արդյունավետության ցուցիչով Հայաստանը այնքան ցածր նիշում է, որ նախկին որևէ իշխանության են թալանը լափել են, կերել են, կոպեկ առ կոպեկ, տերև առ տերև, որևէ նախկին ղեկավարի ժամանակ, ուրեմն հետընթաց քաղաքական կայունության ոլորտում, որ ահա որ անկայուն է քաղաքական իրավիճակը, մեկ էլ 2020 թվականին ասենց ցուցիչ եղել եւ կառավարման արդյունավետության առումով ահա այն ամենը, սիրելի հայրենակիցներ, ինչ պիտի իմանալ ժողովրդավար Հայաստանի, կայուն Հայաստանի, ուրեմն արդյունավետ կառավարվող Հայաստանի մասին։ Եվ ուզում եմ նաև խոսենք ինչ պիտի անի ընդդիմությունը։ Միջև դրան գնալը հետաքրքիր է, որ ես ու Նայրան մի օր լավ զվարճացել էինք այս երևույթի հետ կապված, հիմա մեր գործիքեր Արտյոմն էլ է Խաչատրյան անդրադարձել, լակոտությունը վարակիչ է, լակոտ իշխանությունը, լակոտակրատիան վարակեց նաև նոր Հայաստանի խայտարակ շոու բիզնեսի խայտարակ դեմքերին եւ անդրադարձեց է ոմր մգերը մհերը ինչա դրան անդրադարձել է, ուրեմն ինչ ասում, իհարկե լակոտը չէր կարող չսիրել լակոտական քաղաքական ուժ, դա նրա սրբազան իրավունքն է, ավելի վատ կլիներ, եթե սույն խայտարակությունը խոսեր նորմալ ուժերին աջակցելու Սա էլ է ճիշտ ասում։ Դո մգեր Արմենիա, նախ դու ինչ դարձար, որ քո որոշումը ինչ որ մեկին հետաքրքրի։ Դուրս գա կամ չգա։ Դու ով ես, Էնրիկո Կարուզոն ես, Ալա Պուգաչովան ես, որ ինչ որ չափով հարային կշիռ ունի։ Դու ընդամենը զիբիլ ես, նորմալ մարդկանց չի կարող հետաքրքրել ոչ քո քաղաքական կողմնորոշումը, ոչ սեռական։ Բայց այն որ սա լկտիաբար առաջարկում է մարդկանց լուծողական եւ քնաբեր, չի կարող չվրթովեցնել Քանզի մգերը Արմենիա կոչվածը առնվազն կեղտոտ ինֆուզորիա է եւ չի հասկանում ու հետեւաբար չի սարսափում այն հերանեկարից, որ մի օր մեկը վիագրա կխմի եւ առանց հատուկ եսի մինչերի եւ նա կդառնա մգեր Արմենիա կամ Արմենիա մգերուհի զգուշ եղիր լակոտ կյանքը կարճ է եւ վտանգավոր հատկապես քո նման ինֆուզորիաների համար Տիկին Թոմասյան ես շատ ափսոսում եմ որ այս հարթակը որ ունի այսքան մեծ լսարան մենք տրամադրենք ինչ է մեզ առաջարկե քնաբեր խմեցի ինչ անում ատել ինքն է էլ իրան իրավունք վերապահում այդպես խոսելու չէ այսպես ի դեպի կարող ոչ էլ ժամանակ սավրացած ժամանակը որ ես ես իրան մի անգամ առաջարկել եմ գնա Ռիտա Սարգսյանի գերեզմանի միակ կանգնի գերեզմանը որ իրանմանները գնան գալու է ժամանակ չգիտեմ ինչ Արմենիաներ եւ այլն ձեզ ձեր տակը անելու համար նույնիսկ լուծողական պետք չի լինելու այդ ժամանակը անպայմանորեն գալու է եւ հուսանք այդ ժամանակը մոտ է ի պատասխան
մեր հայրենակիցներին լուծողական խմելու եւ քնելու գնալու այս պերսոնաժի, ուրեմն այս առանձնյակի, ուրեմն դիտարկմանը հիմա Չէ, պատահական չասեցի Ռիտա Սարգսյանի, հիշում եք։ Իհարկե, բայց ես տեսել եմ, ասում եմ, պարկած, այսենց քանի մարդ եմ տեսել Ռիտա Սարգսյանի ոտերի տակ պարկած, որ հիմա նույն ձևի պարկած են Նիկոլի եւ Աննայի ոտքերի տակ։ Դրանք միշտ պարկած են եղել։ Իրանց համար կարևորը ոտը իշխանության կաբլուկը լինի։ Իրանց համար էական չի դա ում կաբլուկն է, դա ում շալվարի, ում տաբատի փեղքն է, ում տաբատի գրպանն է։ Մենակ պարկելու տեղ լինի ոտի տակ, ներբանի տակ, չգիտեմ, տաբատի գրպանում, չգիտեմ, այսպես ես զզվում եմ այդ լաքեիզմ տեսակից, նույնիսկ եթե լաքեիների մեջ կարող է լինել եւ կան ինչ որ մշակութային որոշակի արժեքներ ստեղծած մարդիկ, ես մի բան գիտեմ, որ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում լռեցին, ես խոսում եմ իրենց մտավորական հորջորջողների մասին, իրենք բումերանգով իրենց հետադարձ, սենց բումերանգի թարս սալտոն ստանալուն եւ իդեպ Պարքև Սրբազան, շնորհավորում եմ, շնորհակալ եմ, որ վերջապես զարթնել եք, խոսքը Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարքև Սրբազանի մասին է, վերջապես զարթնել է 6 տարի հետո Պարքև Սրբազանը քնից, մեկը հիմա դեմագոգիա չանի գրի, ինքը հիվանդ է, ինքը չգիտեմ ինչ, հիվանդ մարդը անգամ կարող էր սիրտը ցավալ եւ կարող էր խոսել եւ լեթարգիական քնից զարթնած Պարքև Սրբազանը նամակ է գրել Վատիկան եւ նամակ է հղել Ամերիկայի ղեկավարությանը Արցախում իրականացվող մշակութային վանդալիզմի մասին շուտ պիտի զարթնեիք, բայց եթե զարթնել եք, էլի ձեզ բրավո, Պարքև Սրբազան, մենք ձեզ խորհրդանիշ էինք համարում Արցախի, ես անձամբ միշտ ձեզ այդպես եմ համարել, բայց ձեր 6-ամյա այս լռությունը մեծագույնս դատապարտելի է եւ որպես եւ մի հատ էլ ինչ որ մեկը կա, չգիտեմ, գեղեցկուի է ժամանակին ինչ էր ելել Լևի Շարլ Հանձնավորը այնտեղ հանձնաժողովում էր, հիշում եք Ֆրանսիայում, Լուսինե Թովմասյան, չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում, դադարեցնում եմ համագործակցությունս հանրայինի հետ, ինչ եք ասում։ Ուրեմն այս 8 տարի ինչ որ տեղի ունեցել ինքը համագործակցությունը չի դադարեցրել Արցախի հայաթափություն, պատերազմ, այսքան ամենայն հավանականությամբ իր հարցի հետ անձնական հարցի հետ կապ մի հատ ինչ-որ հարց է առաջ եկել, ինչ եք ասում, հուզվեցին, տո դու ասել Արտյոմի ով եք դուք որ մի հատ էլ ձեր թեմայով։ Ուղղակի հիշենք, էլի, այսպես ձերքի հետ հիշենք, որովհետև սրանք հեզաճկուն ձայներով հիմա որ նոր իշխանություն գա կհայտնվեն ինչ որ տեղերում։ Օրինակ ինչ շատ հետաքրքիր է, Սամվել Կարապետյանը պիտի որ առաջիկայում հարցազրույցներ տա, սա Լակմուսի Պետրոսը Ղազարյան Նիկոլ, իմացի, Լակմուսի թուղթը ինքը բնատուր ինչ որ բան հոտառություն ունի, էլի, եթե Պետրոսը հայտնվեց այնտեղ, Նիկոլ վիճակը վատ է։ Հա, այո, եւ որպես ամփոփում, սիրելի։ Այնպես որ հիմա սրանք որ ցես թռնում են նառա։ Այս Լուսինե ինչա, Լուսինե Թովմասյանները ես չեմ բացառում, որ նախ այս տեսակները, ես կոնկրետ այս երևույթին նկատի ունեմ։ Աշխատավարձի հարց կարող է լինի, չգիտեմ ինչ ցավով պիտի արձանագրեմ, որ ես հեչ լավատես չեմ, որ հաջորդ իշխանությունը այս տեսակներին չի օգտագործելու։ Բայց մենք չենք կարող ինչ որ պաշտոններ, ինչ որ տեղեր գնաք, ինչ որ բաներ անեք, մյուսներն եք, ես էստեղ նստած եմ, չէ՞ լինելու։ Ես էլ գալու եմ, որտեղ լինեմ, դու գնացեք, լավ ճիշտ տեղեր գնացեք, այնտեղից օգտակար եղեք երկրին, ես ու հիշեցնելու եմ, չէ՞, սա ինչը։ Եվ վերադառնալով ամենակարևոր հարցին 20 քանի օր է մնացել, հա, մոտ երևի ամենակարևոր հարցերից մեկը, ես մարդը ասում է, չգիտեմ, պատերազմ բերող բան, մի հատ էս 4 պատերազմ բերած մարդու պատասխանը տվեք, էլի։ Ուրեմն ես ուզում եմ նորից հիշեցնել, ընդամենը օրեր առաջ Ալիևի աղջիկը հրատարակեց, Լեյլա Ալիևան հրատարակեց Արևմտյան Ադրբեջան գիրքը եւ այդ այնտեղ Իրիվանը մադամը հա այդ կտցրածը կներեք, որ նայում ես հայացքի ներևում է, որ ինքը adekvat չի եւ կոնկրետ ծանր նյութերի ազդեցության տակ է, հա, այդ երևույթը հայտարարեց, որ Երևանը դա ադրբեջանական քաղաք է եւ Ալիևը շարունակում է, Ալիևյան կլանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ իրենց հաշիվները դեռ մաքրված չեն,
ամեն ինչ պիտի անել այս ռեժիմի, Նիկոլի ռեժիմի վերընտրության որ ադրբեջանցիներին բերենք եւ ոչնչացնենք վերջնական Հայաստանը ոչնչացնենք։ Այո, Ալիևին եմ ցիտում, որ Նիկոլի հետևորդները, որ միգուցե մեզ նայում են, չասեն սուտա նման բան չկա։ Ալիևը հայտարարեց վերջերս, որ մենք լուծեցինք ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի խնդիրը, հաջորդ բա որ դες լուծել ես ինչի է սարսափած են մեր նախագահներից, բան չի է սարսափած։ Թույլ չենք տալու։ Հասկանում ես, չէ՞ որ չեն լուծել։ Հարցազրույց տալի նախկին արտաքին գործերի նախարար։ Բոլորին կանչել են, էլի բոլորն եկեք, իսկ թուրքերը ակտիվացել են։ Եվ հիմա դիմում եմ մեր ընդդիմությանը, բոլորին, առանց բացառության, բոլորին փոխեք այդ ձեր նավթալին, կներեք ես բարի համար։ Ես ասում եմ, որտեղ շահագրգիռ եմ, որ դուք ունենաք որ մենք հայրենիք ունենանք, այդպես ասեք։ Հաջողությունը հայրենիք ունենալն է, դա ամենամեծ։ Հիմա մենք այն որ հայրենիք պետք է ունենանք, դա համարում ենք որ բան ենք շահելու։ Հասկանում եք, այն հայրենիք ենք շահելու։ Փոխեք այդ ձեր նավթալին քարոզարշավը, որ սենց այժմ կուսակցության ուրեմն կրթական առաջարկները նախընտրական ծրագրի թե ինչ կրթական կներկայացնի այսինչանը եւ կարդում է այժմ կուսակցության արտաքին քաղաքական դոկտրինը կներկայացնի այսինչանը 15 րոպե կարդում ծափահարություններ կուսակցության միջազգային կապերը ուրիշ բանի մեջ են մենք այսօր բոլորովին ուրիշ իրավիճակում են այդ դեմոդե այդ նավթալին քարոզ տենում եք ինչ անում Նիկոլը դիվային համառությամբ էներգիայով դիվային էներգիայով անսպար գնում է ինչ նախընտրական ծրագիր ինչ որ մենք գանք կրթության մասին օրենքում ստորակետը ասում է պատերազմ բերել եմ եկեք հեսա սենց տարել եմ չով ասեց էսեն թալը ինչ ծրագիր ինչ բան ինչ է գնում ձեր ակտիվին հանդիպում չկա տենց բան Մատեք ժողովրդի մեջ եւ լրացրեք 4 պատերազմ բերած մարդուն եւ եթե այսօր ինքը իր բերանը բացում է եւ պատերազմից դեռ խոսում է, դուք եք մեղավոր, որ իր բերանը չեք փակել, որ միջև հիմա ինքը կարողանում է 4 պատերազմ բերած Արցախ ու Հայաստան կործանած անձը, որ պատրաստ է բերել, հա, ասում է, ու ժամկետել է նշում, ինքը ասում է, բանը, ես որ լինեմ, սենց կկործանեմ, որ չլինեմ, նենց կկործանեմ, եկա իր դեպքում ոնց է լինի, ինքը ասում է, բան, կործանելու է Գործանելը իմիջիալոց Մեսրոպ Եսյանն էլ շատ ճիշտ անդրադարձ է ունեցել փաստորեն ճիշտ էր ասում առաջին անգամ Տիկին Զորաբյանն էլ նկատեց հայ ժողովուրդը նորից առերես վեր չէ որ հեսա հարուստներից բերել եմ տամ ձեզ այդ հարուստներից անգամ մի հատ $100 ափսոսած որ գնան մի քանի կիլո միս առնեն ձեզ տան դուք պատկերացնում եք բայց այս դեպքում իր հարուստներից որտեվ արդեն իր միլիարդերների նման չկան իր հարուստները իրենց հարուստ է 3 միլիոն բայց ինչի որ ձեզ տենց իբր թե սիրում է սրտի կա ցույց տալիս ես ինչի կա չես էլ իմանում ինչա որ ցույց է տալի կամ գորշ գայլերը այս եթե չի արձագանքում Նիկոլես գորշ գայլերին դուք մտածեք որ այդ ինքն է ցույց տալիս չէ՞ թե ինքը պատժի արձագանքի ասի որ սա բայ իհարկե դուր են կարող հələ էս դեռ էստեղ են Հայաստանը կամ եթե իրենք էստեղ չեն իրանց նման քանի հոգի են եկել մտել բանը չգիտեմ Ռուսաստանով են մտել Իրանով են մտել որտեղով են մտել Թուրքիայով են մտել մի հատ հələ ճշտեք հասկանանք տեսնենք ինչա փաստորեն այդ մի կտոր միսն էլ ափսոսած այո նկատի ունեցեք եւ որ դուք պատրաստում եք գնալ Իրան ընտրելու մեր գլխին Հայաստանի կործանումը բերելու ձեր կործանումը մի կտոր միս անգամ ձեզ ափսոսած որ տա ցավոք շնորհակալություն